Բարև ձեզ հարգելի բարեկամներ, Նյու Յորքի արձագանք հեռուստաընկերությունը սկսում է իր հերթական հաղորդումը։ Նշենք, որ մեր ծրագրերը կարող եք դիտել նաև YouTube-ով։ Նախքան սկսելը մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, հավանեք, մեկնաբանեք, կիսվեք, եթե իհարկե ուզում եք։ Եվ միացրեք ծանոթությունների կոճակը, որպեսզի բաց չթողնեք մեր ծրագրերը, քանզի դրանք պատրաստվում են ձեզ համար։ Եվրամիության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները դեկտեմբերի 15-ին Բրյուսելում մասնակցել են արտաքին գործերի խորհրդի տարվա վերջին նիստին, որտեղ քննարկել են Ուկրաինային, Մերձավոր Արևելքին և Չինաստանին վերաբերող հարցեր։ Հայաստանը ևս քննարկումների օրակարգում էր։ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը ասել էր, որ Հայաստանում հաջորդ տարի ընտրություններ են կայանալու և Հայաստանի ղեկավարությունը խնդրել է օգնել իրենց վերընտրվելու համար։ Ըստ Կալասի, նրանք կօգնեն Հայաստանին, ինչպես օգնեցին Մոլդովային։ Նյու Յորք մետրոպոլիտեն շրջանի արձագանք հեռուստաընկերությունը նոր վեբսայթ ունի։ Հաճախելով արձագանք.tv.com կայքը կարող եք տեսնել մեր հաղորդումները աշխարհի տարբեր անկյուններից, լինի դա բջջային հեռախոսով թե համակարգիչով։ Կարող եք դիտել մեր հաղորդումները, ստանալ տարբեր տեղեկություններ և նորություններ։ Միևնույն ժամանակ կարող եք տեղադրել ձեր գովազդը կամ քլիպի տեսքով կամ ուղղակի բիզնես քարտը։ Քանզի ամեն շաբաթ հաղորդումները ուղարկվում են հազարավոր մարդկանց։ Արձագանքի հաղորդումները կարելի է փնտրել նաև YouTube-ով, Facebook-ով, Instagram-ով։ Արձագանքը աշխատում է ձեզ համար։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ դեկտեմբերի 2-ին Բրյուսելում ստորագրված Եվրամիություն-Հայաստան ռազմավարական օրակարգի մասին փաստաթուղթը հակասում է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգին, գրում է Minval.az-ին։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը անընդունելի է համարել Լեռնային Ղարաբաղի հայերի տեղահանված ձևակերպումը։ Ադրբեջանը պնդում է, թե նրանք լքել են երկիրը կամավոր, հրաժարվելով վերաինտեգրվելուց։ Բաքվում համաձայն չեն նաև Եվրամիության, Հայաստանի կողմից միջազգային դատարանի որոշումներին ուղղված պահանջների նկատմամբ աջակցությանը։ Երկկողմ հարցերը երրորդ կողմի հետ քննարկելը, ըստ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության, անտեսում է Ադրբեջանի ներկայացված դիմումները և հակասում է Վաշինգտոնի խաղաղ համաձայնագրի նախագծին, որը նախատեսում է փոխադարձ պահանջների վերացում։ Բաքվին դուր չեն եկել նաև ռազմական հանցագործությունների համար դատապարտված անձանց ազատ արձակման պահանջը, որոնք ներկայացվում են որպես գերեվարվածներ։ Ադրբեջանը ակնկալում է Հայաստանի և Եվրամիության կողմից վնասակար կետերի վերացում, ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Հայաստանը ինչ-որ փուլում ստիպված է լինելու ընտրություն կատարել Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու և Եվրոպական միությանը միանալու միջև, քանի որ այս ինտեգրացիոն միությունները իրար հետ անհամատեղելի են։ Դա Հայաստանի ժողովրդի ընտրությունն է, ասել է Օվերչուկը։ Օվերչուկը նաև նշել է, որ այս տարի Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական հարաբերություններում շեշտակի կրճատում է նկատվում։ Եթե խոսենք փոխադարձ ապրանքաշրջանառության մասին անցյալ տարի, երկու երկրների միջև այն կազմել է 15 և 4 միլիարդ դոլար, իսկ այս տարի մոտ 6 միլիարդ դոլար, այսինքն շատ նկատելի անկում, ասել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Հարգելի բարեկամներ, սիրով տեղեկացնում ենք ձեզ, որ Նյու Յորքի Քուինս շրջանի մեր հաղորդումները ցուցադրվում են ամեն կիրակի ժամը 3-ին և ամեն երկուշաբթի երեկոյան ժամը 9-ին ալիք 34-ի վրա։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիային մեղադրում են 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանին աջակցելու մեջ։ Նա նշել է, որ այդ քննադատությունները հնչել են ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում։ Նա թշնամի է համարել Թուրքիայի ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցությանը մեղադրելով թուրքական աշխարհի նկատմամբ աղավաղված վերաբերմունքի մեջ։ Ըստ Էրդողանի, ժողովրդահանրապետական կուսակցությունը թուրքական աշխարհին նայում է խեղաթյուրված տեսանկյունից, որը պարզ դարձավ Ղարաբաղում 44-օրյա հայրենասիրական պայքարի ժամանակ։ Ի դեպ, Թուրքիայի ժողովրդահանրապետական կուսակցությունն էր, որ ահազանգել էր, որ Թուրքիան զենք և ջիհադիստական խմբավորումներ է ուղարկում Ադրբեջան։ Ավելի վաղ Էրդողանը հպարտորեն հայտարարել էր, թե թուրք զինվորը հաղթել է Լիբիայում և Ղարաբաղում։ Նշենք նաև, որ գերմանական Բիլդը Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում մատնանշել էր Թուրքիայի անօդաչու սարքերով, զինամթերքով և ռազմական հրահանգիչներով աջակցությունը Ադրբեջանին։ Արձագանք հեռուստաընկերությունը կազմակերպում է ճանապարհորդություն դեպի Հայաստան։ Ինչպես վկայում են նախկինում մեզ հետ ճամփորդածները, դուք կհանգստանաք թանկարժեք ու հարմարավետ հյուրանոցներում։ Ամեն օր կճաշակեք բազմատեսակ ուտեստներ առաջնակարգ ռեստորաններում, կվայելեք հայկական երաժշտությունը ու պարը։ Մեր շրջապտույտի շրջանակներում դուք կայցելեք Հայաստանի տեսարժան վայրերը, կհաճախեք թատրոններ և համերգասրահներ։ Մեզ հետ բոլոր պայմանները ստեղծված են ավելի գողտրիկ խմբով և ավելի ջերմ միջավայրում լավագույն հանգիստը անցկացնելու համար։ Զանգահարեք Արձագանք հայկական հեռուստաընկերություն և վստահ եղեք, որ մենք ձեզ համար նախապատրաստել ենք Հայաստան մեկնելու լավագույն ճամփորդության ամենահարմարավետ պայմանները։ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը The Holland Times-ին տրված հարցազրույցում հայտարարել է, որ 2025 թվականը պայմանականորեն նշանակալի փուլ է դարձել ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների, այլև ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար։ Երկու երկրները օգոստոս ամսին նախաստորագրել են խաղաղության պայմանագրի նախագիծը և հույս կա, որ այն կարող է ստորագրվել հաջորդ տարի։ Ադրբեջանի նպատակն է կայուն խաղաղություն ապահովել երկու երկրների մեջ։ Դրա համար անհրաժեշտ է Հայաստանի սահմանադրությունը համապատասխանեցնել նախաստորագրված խաղաղության պայմանագրին, որը այժմ չի համապատասխանում դրան։ Դրանից հետո միայն պայմանագիրը կարող է ստորագրվել և վավերացվել երկու երկրների կողմից, հայտարարել է Էլչին Ամիրբեկովը։ Discover the magic of mVideo Photo. Looking for high-quality video and photo services for your event? At mVideo Photo, we combine exceptional quality with reasonable prices for a seamless experience. That's why you should choose us. Our talented team delivers seamless storytelling, creating personalized packages for your special moments. With over 5,000 happy clients and a perfect 5-star rating, we've been in business since 1996, creating unforgettable memories. We offer unbeatable prices with packages starting at just $495. From video and photo to drone, photo booth, live streaming, and displays, we've got all your event needs covered. Whether it's a wedding, christening, birthday, bar and bat mitzvah, and more. Serving New Jersey, New York, Connecticut, Westchester, Pennsylvania, we offer flexible pricing with no travel or rescheduling fees. Choose from a variety of products to fit your budget. Mix and match to create your perfect package. Contact us today and use the code FAMILY to save big and make your event unforgettable. Իսլամական հեղափոխության առաջնորդի միջազգային հարցերով ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է, որ Իրանը դեմ է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի Կովկասի վերաբերյալ ծրագրին, քանի որ այն լրջագույն սպառնալիք է Իրանի անվտանգության համար, հաղորդում է իրանական մեհր գործակալությունը։ Թրամփի այսպես կոչված Կովկասի ծրագիրը ոչնչով չի տարբերվում Զանգեզուրի միջանցքից և Իրանը կտրականապես դեմ է դրան, ընդգծել է նա։ Վելայաթին պարզաբանել է, որ միջանցքը Իրանից հյուսիս պայմաններ է ստեղծում ՆԱՏՕ-ի ներկայության համար և լուրջ անվտանգության սպառնալիք է Իրանի հյուսիսային և Ռուսաստանի հարավային մասերի համար։ Նա միաժամանակ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները տնտեսական գործունեության քողի տակ ռազմական միջամտություն են կատարում տարածաշրջանում։
Արձագանք հեռուստաընկերությունը ձեզ է ներկայացնում իր բազմապիսի ծառայությունները, պատրաստել վիդեոկլիպներ, արվեստագետների, երգիչ երաժիշտների, մասնավոր բիզնեսների համար, որով կարող եք գովազդել ձեր գործունեությունը տարբեր տեղերում։ Արձագանքին կից գործողային վիդեո-ֆոտոստուդիոն նկարահանում է հարսանյաց ծննդյան մկրտության եւ այլ անձնական տոնակատարություններ։ Վիդեո եւ ֆոտո, պատրաստում է գեղեցիկ ալբոմներ, շնորհակալական քարտեր։ Արձագանքը սիրով կարող է շնորհավորել ձեր կյանքի հիշարժան իրադարձությունը իր հեռուստաէկրանից, հաճելի պահեր պատճառելով ձեզ եւ ձեր հարազատներին, այնպես որ հիշեք, արձագանքը իր բազմապիսի առաջարկներով սպասում է ձեզ։ Իսկ այցելելով www.ainvideophoto.com կարող եք ծանոթանալ վերջին աշխատանքներին սինեմատոգրաֆի ոճում։ Այսքանով ամփոփում ենք մեր հաղորդումը։ Ամբողջական հաղորդումը կարող եք դիտել www.arzaganktv.com կայքում։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։